Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է, 55-րդ տարեդարձը։ Սրբազանահայրը այս շենքում է պահվում արդեն 11 ամիս շարունակ։ Եվ նրա աջակիցները այսօր ոչ միայն համերգային ծրագրով շնորհավոր են arczepiskopոսին, այլ նաև ակցիա են պլանավորել ԱԱԾ-ի շենքի մոտ։ Այս իշխանությունները հողացան մեր հայրենիքը և պատիվը, հողացել են նաև Սրբազան հոր ֆիզիկական ազատությունը, բայց Սրբազան հոր պատգամով մյուսը հաղթելու է խավարին, մյուսը հնարավոր չէ բանտել, մյուսը կարող է ծրել, կարող է ճեղքել ամենամութ խավարը, լույսի աղբությամբ այսօր գեղեցուն Մաքսիմս քաղաքի երաժշտական դպրոց միջոցառում նվիրված Բագրատ Սրբազանի ծննդյան հոբելյանական 55-ամյակին հայ մշակույթի լուսավոր գործիչների մասնակցությամբ, ուրեմն լույսի աղբությամբ հոլորի տրամինում ենք այսօր 17:30 Մաշնիս քաղաքի երաժշտական դպրոց վայելելու լույսի առաքյալի ճշմարտության քարոզիչի սիրո պատգամաբերի հայ առաքելական Սուրբ եկեղեցու arczepiskopos Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի պատգամները շուրջը և հոգի։ Հիմա հաղթանակ կգա, դիմացիր ընկերս ու ճիշտը ետ կգա, հաղթում կյանքում և այս պայքարում, ով մինչև վերջ է իրում հաղթանակ անընդրանք չունի։ Եվ ինչպես Սրբազանն էր պատգամում, մեզ հաղթանակ է պետք ժողովուրդ, գոտետնվելու, մեջքները սուրվելու և պատիվը վերագտնելու համար։ հաղթում կյանքում և այս պայքարում, ով մինչև վերջ է ուժին հավատում։ Սիրելի հայրենակիցներ, այսօր Երևան քրեակատարողական հիմնարկում անկախացան 55-ամյա ծննդյան հոբելյանն է նշում հայրենիքի կալանավոր Բագրատ Սրբազանը։ Խավարի իշխանությունը փորձեց լույսը բանտել, փորձեց լռեցնել, բայց ինչպես Աստվածաշնչում առաքյալն է ասում, Աստված լույս է, որ նրա մեջ խավար չկա, ընդհանրապես չկա։ Աստծո լույսը հոգևոր հոր Սրբազանի միջոցով կարող է լուսավորել ցանկացած մութ անկյուն։ Եվ լույսը անպայման ճեղքելու է խավարը։ Եվ հիմա բոլորով միասին եկեք շնորհավորենք մեր Սրբազան հորը։ Շնորհավոր, 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 շնորհավոր։ Իրականում հայերս և ոչ միայն մենք սովորություն ունենք ծննդյան տարեդարձի օրը վերազանք պահելու։ Չէ փոքրուց մենք բոլորս գիտենք երեխաներից սկսած անգամ երբ որ մեծանում ենք մեծ տարիքում ծննդյան մոնը փչելուց կամ ծննդյան օրը անպայման վերահսում ենք երազանք պահենք։ Ու համատում ենք որ այդ երազանքը կիրականանա։ Բագրատ Սրբազանը մեզ պատգամեց որ մեր երազանքները ավելի մեծ են, քան մեր այս ապրած կյանքի տարիները։ Մեր երազանքները և իղձերը ավելի մեծ են, քան մեր ապրած տարիները։
այս իշխանությունները գողացան մեր հայրենիք նպատիլը և հիմա ուզում են գողանալ մեր երազանքներն ու իղձերն անգամ, ջնջել, Մասիսի երազը, տարբեր մեր իղձեր, մեր երազանքներ, բայց ավետյաց երկրի սրբազանը, ավետյաց երկրի տեսիլքով ապրող հոգևոր հայրը մեզ ավետեց, որ ինչպես Աստվածաշնչում, երբ որ Աստված հանեց իր ժողովրդին Եգիպտոսից և տանում էր ավետյաց երկիր, այդ սերունդից գրեթե ոչ ոք չասավ. Եթե մենք երազում ենք, գուցե մեր ապրած տարիները չհերիք են հասնելու այդ երազանքին, կամ մենք արժանի չլինենք, Աստված մի արասցե, բայց մեր սերունդները, և իր տարեկիցները, Վահանը, և իր տարեկիցները, և իր տղա Վահանը, անպայման, մեր երազանքով, մեր հավատքով, սրբազան հոր պատգամով, մեր այսօրվա քայլերով, կհասնեն ու կվայելեն մեր երազանքները, մեր իղձերը, մեր սերունդները, կտեսնեն ավետյաց երկիրը, եթե մենք հավատանք, պինդ կանգնենք, լսենք Աստծուն, լսենք մեր հոգևոր հայրենին, լսենք մեր հայրենիքի կանչը, լսենք ու պահենք խոստումները, մենք էլ կարժանանանք, բայց մեր երազանքները ավելի մեծ են, քան մեր ապրած տարիները, և լույսը հաղթելու է խավարին։ Ազատություն Բագրատ Սրբազանին, ազատություն Բագրատ Սրբազանին, ազատություն Բագրատ Սրբազանին, ազատություն Բագրատ Սրբազանին, հայեր, մենք միասին ավետիս ենք սպասված, ոչ գաբերենք հայի նոր լուսաբաց, մենք միասին վագրակ ենք կաշեջ, մենք միասին զգյուղներ հոտունեք, սարտերում շեք ենք աչկաց, Հայաստան, հայրենիք ու Աստված, մենք միասին վագրակ ենք կաշեջ, մենք միասին զգյուղներ հոտունեք, սարտերում շեք ենք աչկաց, Հայաստան, հայրենիք ու Աստված, Mizim doğru Հայաստան, հայրենիք ու Աստված, մենք միասին վարկրակ ենք աշխեջ, մենք միասին սուրդներ հոտունեջ, ու սարտերում չորձաշեք ենք աշխեջ, մեր երազանքներն ավելի մեծ են, քան մեր ապրած տարիները, Սրբազանը այսօր նշում է իր 55-ամյա ծննդյան 55-ամյա հոբելյանը, բայց իր կյանքի երազանքներն ու իղձերը 580 և գուցե 5500 տարվա կտրվածքով այդպիսի մեծ երազանքներով ապրող մարդը։ Երկոքով արեք, դուք էլ են կողմում կլինեք, էլի հետևից կդնեք։ Գնանք մեջտեղը, չեն կողմ գնանք։ Սրբազան ծնունդ է շնորհավոր, շնորհավոր քո 55-ամյակը։ Ազատություն Բագրատ Սրբազանին, ազատություն, 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 ազատություն։
Սիրելիներ, այսօր մեր շատ սիրելի Բագրատ Սրբազանի 55-ամյակն է։ 55 տարվա մեջ առաջին անգամ Սրբազանը իր տարեդարձը կնշի ԱԱՑ մեկուսարանում։ Ցավոք ինքը այսօր չի կարող ներկա գտնվել այստեղ, բայց մենք իր փոխարեն կփչենք տորթի մոմերը եւ միասին երազանք կպահենք։ Վստահ եմ, բոլորիս երազանքը մեկն է՝ Սրբազանի ազատությունը։ Ազատություն! 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 Դուք վարվեք, էլի։ Շնորհավոր! 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 Եվ հիմա վարում ենք լույսերը, լույսի հաղթությամբ, միասին, լույսը հաղթելու է խավարին, լույսը հաղթելու է խավարին, լույսը հաղթելու է խավարին, լույսը հաղթելու է խավարին, լույսը հնարավոր չէ բանտել, Գուցե այն Հայաստանը, որ վաղն է գալու։ Դեմքից հեռու պահեք ոները։ Մի քիչ զգույշ կլնեք այդ բանից, այդ այնց։ Երաժշտություն չունեմ։ լույսի առաքել, շնորհավոր, հետևանական 55-ամյակ, շնորհավոր, 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 շնորհավորում ենք լույսի առաքել, ճշմարտության քարոզիչ, սիրո պատգամաբեր, հայրենիքի կալանավոր, Բագրատ Սրբազանի ծննդյան 55-ամյա հոբելյանը։ Շնորհավոր և ազատություն Բագրատ Սրբազանին, ազատություն, 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 Տարեդարձ է այսօր, տարեդարձ է, տարեդարձ է, տարեդարձ է այսօր, տարեդարձ է, տարեդարձ է, տարեդարձ է այսօր, Աստված թող քեզ օրհնի, Աստված թող քեզ օրհնի, Աստված թող քեզ օրհնի, սիրելի մեր Սրբազան։ Ժողովուրդ ջան, ովքեր քաղցր սիրում են մեր Սրբազանի նման քաղցր տորթը, կարող եք մոտենալ, հյուրասիրվել, համարենք Սրբազանն իր ձեռքով իր մասնակցությամբ մեր հետ է։ Մենք իր բացակայությունը չենք զգացել, իհարկե ներվել ենք, կարոտել ենք, բայց ինքը իր պատգամներով
իր ուժով, իր հավատքով միշտ մեզ հետ է։ Դա չէ, բայց մի երկու հոգի էլ խոսենք են։ Հա։ Աստաբաննով։ Հա։ Սերգե, սա բոլոր ժամանակներում։ Հələ օր։ Արի։ Արուն հարցներ կարող Մի քիչ խորը գնանք, երևի որ հողը լինի մեղք են այս տոնախոսները։ Չէ, բարմոյի ջերից փաս։ Պատկերի է որ Արման։ հայք։ Ինտերնետից էլ ճիշտ ասացի մնացել, որ այսպիսի բան է կազմակերպում, բնականաբար չի կարող այստեղ չլինել։ Բարձր կխոսեք պարզ բանաձևքերություն։ Յուրաքանչյուր կարող անտարկյալ։ Առաջին հերթին այսօր նաև Սրբազան հայրը Բագրատ Սրբազանը անկախություն լինելով պայքարում է մեր իրավունքների համար։ Իրենք ամենաթանկը ազատությունը, դրանից միայն երիկյան ծառայեցնում են պայքարին, իրենք անազատության մեջ լինելով պայքարում են, որ մենք պարտավոր ենք դոնե նման օրինակակցություններով և անդադար բարձրաձայնելով քաղաքապետարների հարցը ուշադրության կենտրոնում դապայել, որովհետև ուզում եմ ֆիքսենք 24 թվականին Սրբազան հայրը Հայաստանի պատմության մեջ ամենամարդաշատ բողոքի ակցիան նույնիսկ 18 թվականին Փաշինյանը այդքան մաղ չի կարողացել փողոց անել, ինչքան հավաքել է Բագրատ Սրբազանը իր կոչով։ Բացարձակ ոչ մեկ իրավունք չունի վերլուծություններ կազմել, հաջողված, չհաջողված, հույս առաջացրեց։ Ու այդ մարդիկ շարունակում են ապրել, շարունակում են Հայաստանում լինել, ու բոլոր այն մարդկանց համար, որոնք ասում են հնարավոր չի, տարբերակ չկա եւ այլն, այդ մարդիկ Հայաստանում են եւ իրենց խոսքը, իրենց պայքարը շարունակում են։ Դրանում կասկած չկա։ Սրբազանի ծնունդը հնարավոր եւ ազատություն թե իրեն, թե բոլոր։ Այսօր հանդիպելու եք նրան։ Այսօր հենց չէ։ Բարմանջան եւ նախընտրական բարձրաշրջանի 13-րդ օրն է, ամենտեղ չդմարում ձեզ չի հարցնել, չնայած որ դուք չեք մասնակցում, բայց որպես կողքից դիտում եք այդ ամեն ինչը, ինչ կարծիք ունեք եւ ինչ է սպասում։ Ցավոք սրտի դիտում եմ նաեւ։ Նախ կողքից չէ, հանրապետականը ինչպես խոստացել էր իր բոլոր 4 խոստումները համագումարի ժամանակ իրականացնում է, հիմա էլ գտնվում ենք գնան Վարշավի մեջ, որ ընտրությունների մասնակցությունը հավելացնելու միտված Վարշավը, ես հասկացել եմ, որ չէ եկա։ Նախ նողքան, որովհետև դա զզվում է։ Երկրորդ, ուրախանալ բառը խնդրում եմ ճիշտ եմ տալել, շատ լավ է, որ մարդիկ տեսնեն Փաշինյանի իրական դերը։ Մետրոյում հայ կնոջ վրա երեխայի աչքերին հարցակող, հարգված բժշկի վրա 3 չէ, առաջի օրը հարցակող և ձեռքից քաշող, քաղաքացու վրա գոռացողը ու ասողը ինչի չես մահացել։ Այդ մարդն է Նիկոլ Փաշինյանը, ու արդյունքում մոռացա խայտառակություն է ազատում կացարանի հետ կապվածի, դա ուղղակի պարզ էր չէ, որ իրան իր թիմակիցները եթե տեխնոլոգիա ունի, ասել էին էլ տենց գժություններ չանես, ու ինքը ամբողջ օրը փորձում էր գժություններ չանել, արդյունքում ասեք ուշադրություն մի դարձրեք մի մարդու, ով զավակ է տվել պետությունը չի կարողացել անվտանգ վերադարձնել զավակին, այդ երեխան այրվել է։ Դա ոնց կարելի է այդպես մարդու հետ տենց խոսալ։ Նորից եմ ասում, հազար ներողություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մաշկի վրա զգում են այդ իր գժությունները։
բայց թող բոլորը տեսնեն, շատ խնդրում, թող բոլորը տեսնեն, բոլորը մտքով անցել է Փաշինյանին ձայն տալ, թող նայեն ու տեսնեն, իրեն գնալու են ձայն տան մի մարդուն, ով ձեռքից հայ կնոջը քաշում է, ով զավակ գործրած խաղաղ պայմաններում, բնեի ամբողջության պատճառով զոհված երեխայի պապիկին ասում է ուշադրություն դարձրել, ով Ղարաբաղցուն ասում է ինչի՞ չես մահացել, ով կնոջը, հայ կնոջը երեխայի ներկայությամբ գոռում է, անվանում է փաթաթներ, ընդորում հերոսի աղջիկ։ Այդ ամենը բոլոր մարդիկ տեսնեն, ու սա արդեն ընդդիմադիրը չի ասում, Ամիջանյանը չի ասում, Եսիմով չի ասում, դուք եք տեսնում, դուք տեսնում եք, որ միակ պատասխանը որ ունի նախկիններն է, ոռոցներն է, չխարոսներն է, դեռևս մի հատ հաստական պատասխան իրեն դրվող հաստական հարցերի Փաշինյանը չի դրել։ Ես նորից եմ ասում, որ դրանք շատ լավ հնարավորություններ են, որ դեռևս բոլորված քաղաքացիները տեսնեն եւ ճիշտ ընտրություն կատարեն։ Տեսեք, ես իհարկե կարող եմ ենթադրություն անել, որ դա հետո ինքը գիտակցում է, որ իր շանսերը նվազում են, ընդդիմությունը որպես ամբողջություն ավելի շատ ձայներ է ստանում, իր ռեյտինգը նվազում է ու դրանից է ինքը այդ ամեն ինչի մեջ հայտնվում։ Բայց ես չեմ ուզում այդ կոֆեի բաժակնայություններ ներգրավում։ Կապ չունի, նույնիսկ եթե բոլոր հարցումներով ինքը բախի ընդդիմությունը մինչև վերջին օրը պիտի բոլորս շարունակենք մեր ուժերի ներածից շատ աշխատել, Փաշինյանը հեշտ չի գնա։ Ինքը բոլոր հնարավորությունները օգտագործել է։ Դուք կարծում եք ընտրությունների ելքով էլ, եթե նույնիսկ պարտվի չի գնա։ Էլի շատ անշնորհակալ գործ է։ Ես համարում եմ, որ ինքը բոլոր հնարավորությունները կօգտագործի։ Հա, կան որոշակի օրենսդրական абսուրդի հասնող տարբերակներ, որոնցով ինքը կարող է գնա ընտրություն չեղարկի, արդյունքներ չեղարկի։ Այդ ամենին մենք պետք է պատրաստ լինենք։ Ինքը բոլոր կարմիր գծերը հատել է։ Սա սովորական ընտրություն չի, որ մի տեխնացիոն պարտվի, ասի դե լավ, ես գնացի կլինեմ ընդդիմություն, չէ։ Սա Հայաստանի լինել կամ չլինելու ընտրությունն է։ Ինքը որոշ մարդկանց խոստացել է, որ Հայաստանը պիտի չլինի։ Ինքը ամեն ինչ անելու է, որ այդ խոստումը կարողանա կատարել։ Մենք թույլ չտանք, որ ինքը դա կարողանա։ Դրա համար անհրաժեշտ է գնալ ընտրությունների, ընտրել հիմնական ընդդիմադիր անցնելու հավանականություն ունեցող տեխնոկրատներից ցանկացածին, որովհետև նույնիսկ ընտրության չգնալով այս կամ այն չափով դու նպաստում ես Փաշինյանի իշխանության վերապրությանը։ Պետք է գնաս, որ գնա։ Պարոն Մամիկյանյան, դուք ասացիք, որ պետք է հիմնական դերակատարներին, բայց երեք համացանցախոն մեծ ժողովրդություն, որ Շուշապյանը դա ինչ ընթացքում է նաև միջազգային։ Նման օրինակ հայտարարությունը այդ մյուս պարոն Կարապետյանի արդեն Սամվել Կարապետյանի մասին երեկվա տեղեկատվությունը, որը տարածվել էր 9 վայրկյանին հերքվեց Հայաստանի կողմից, այդտեղ ցուցանիշ է, որ Փաշինյանը գիտակցում է, որ իր շանսերը ավելի վատ են դարձել։ Ընդ որում երեք բացի ուժեղ Հայաստանն ասել, որ երկուսն էլ ապուշություն են, կհնել է ասել, որ Նարեկ Կարապետյանի հետ որևէ խնդիր չկա, բայց նորից այդ դաշտի մեջ չմտնեմ, Նարեկ Կարապետյանը դրա մասին խոսել է։ Այ նման օրինակ բաները մանավանդ, որոնք ամեն ինչ է պետք սպասել, Փաշինյանից պետք սպասել, ամեն ինչ։ Իսկ այն փաստը, որ fake նորությունները սկսել են տարածել անգամ անձամբ ԱԺ նախագահի պաշտոնի նստած մարդը, արդեն ուրախացնում է, նշանակում է նույնիսկ բաները պերֆեկտիվի չախոյանական բոտերը չեն հերիքում ու պետքա fake-ը Ալեն Սիմոնյան Facebook-յան էջով դնել, դա արդեն առանձին պատմություն է, որ Ալեն Սիմոնյանը մի բան ասում է, ԿՀ-ն դրանից մի երկու ժամ հետո իրանց ԿՀ-ն հերքում է, որ նման բան չկա։ Այդ բոլոր տարածված տեսանյութերը քույր քաղաքներ են ընդդիմակավորված վիդեոյի հեքիաթի հետ, որը նույնպես բնականաբար իշխանությունների կողմից գեներացված է։ Եվ այդ ամեն ինչը մենք տեսել ենք նաև Բագրատ Սրբազանի նկատմամբ, երբ որ մոնտաժված տեսանյութ, մոնտաժված ձայնագրություններ, ինչ որ իբր տերորիզմ եւ այլն, որի համար Սրբազան հայրը ու մեր մյուս ընկերները տարբեր ձևի ազատազրկումներով մինչ օրս անազատության մեջ են։ Քաղբանտարկելները ին եւ քո չեն լինում, բոլոր քաղբանտարկելների նկատմամբ անհրաժեշտ է պահպանել ուշադրությունը։ Տեսեք, կասեք իսկ ինչ օգուտ եվրոպական այս կամ այն կառույցներից, բնականաբար իրենք մեր ակնկալած արձագանքը չեն տալիս, ինչով պիտի լիներ չեն տալիս։ Բայց արդեն օրինակ ԵԽԽՎ-ն հրապարակել է իր այցերից մեկի արդյունքը, որտեղ արդեն այնքան ահագնացող է հայտարարությունը, որ գրում են, որ պետք է խուսափել վարչական ռեսուրսի կիրառությունից։ Նշում են, որ իրենք ունեն տեղեկություններ, որ իրավապահ համակարգը կամ
դատական համակարգը այս կամ այն կերպ ծառայում է գործող իշխանություններից։ Իրենք նշում են, որ եվրոպական առաջնորդներից մի քանիսը դեկլարատիվ հայտարարել են Փաշինյանին աջակցություն։ Այսինքն այն մակարդակի հայտարարություն են ըստ բոլոր ուտրակեղծիքները, ուտությունների խախտումները, մարդու իրավունքների դեմ ուղղված քայլերը, որ արդեն հնարավոր չի նույնիսկ աշխարհակական այսպես կոչված աշխարհակական աջակցություն պարագայում դրանք կոչել ու գոնե մի բառով պետք է դրանք իշտակել։ Այնպես որ այդ ամբողջ աշխատանքը պետք է շարունակվի։ Նորից շնորհավոր եք, երևի ավարտել։ Իսկ արցախցիներին այս փուլում ինչու են այսքան շատ թիրախավորում, ո՞րն է նպատակը։ Դե հասկանում եք, մարդիկ հայ չլինի, որ հայերին բաժանում։ Արցախցի, տավուշցի, գյումրեցի, արարատցի բաժանում մտցնողը արհեստական վատ է։ Իմ համար հայ չի։ Այսինքն Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ինքը ուզում է բաժանել, որպեսզի կարողանա շարունակել իրեն։ Մենք իրեն դա չպիտի թույլատրենք։ Հայաստանի հաջորդ իշխանությունների առաջին գործողություններից, ամենակարևոր գործողություններից մեկը պիտի լինի միասնության մտնոլորտի եւ հաշվետվության։ Շնորհակալ եմ ևս մեկ անգամ շնորհավոր Հարգելի հասաբան, կարճ խոսեք, այսօր Հոբելյարին տեսել եք, թե ոչ, եւ ինչ տրամադրությամբ է եղել Սրբազան հայրը։ Բարև ձեզ, առայժմ չեմ այցելել, պատրաստում եմ քիչ անց տեսակցել Սրբազանին։ Նվեր նամակներով, Եթե թույլ տան, բարեմաղթանքներով եւ բարի խոսքեր կփոխանցեմ իրեն։ Տեղակ եմ, որ շատ լավ է, որտեղ գոլեգաներս գիշերը սյուրպրիզ էին արել եւ գիշերը այո, հաստաբանները։ Ես քիչ անց այցելել, գիտեմ, որ լավ է, տրամադրությունը շատ լավ է, գույնիկներ քիչ առաջ հանդիպել, տեսակցել, ամեն բան Շնորհակալություն։ Սրբազան պայքարի ամենաակտիվ մասնակից։ Դուք պայքարի առաջին օրերից տեղափոխվեցիք Երևան, մասնակցեցիք, հիասթափված չեք, որ պայքարը այսպիսի ավարտ ունեցավ եւ անգամ ԱԾ-ի նկուղում հայտնվեց Սրբազան հայրը։ Մանավանդ այսօրով հիասթափվելու իրավունք ընդհանրապես չունենք, այսօր մեր Սրբազանի, մեր հարգարժան պատվելի Սրբազանի ծննդյան օրն է, եթե Սրբազանը գնայի ես լուծոն, Աստված օգնական Սրբազան հայր, ես ավելի շուտ ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորեմ ձեր ծննդյան օրվա արդիվ, մենք պարզապես երջանիկ մարդիկ ենք, որ ձեր ժամանակակիցն ենք, ծնվել ենք այն ժամանակ, երբ որ ձեր կենդանի խոսքն ենք լսում միշտ, Սրբազանը երբեք մեզնից չի բաժանվել, նրա ներկայությունը մենք ամեն օր ենք զգում Սրբազանի, ես որպեսզի չկրկնվեմ, ասեմ բաներ, որ մաղթանքներ բոլորը ասել են, ես ուզում եմ մի բան ասեմ, ես Վանկուվերի համայնքից եմ, Կանադայի Վանկուվեր քաղաքի հայ համայնքից եմ, եւ ինչպես գիտեք, Բագրատ Սրբազանը 10 տարի շարունակ Կանադայի հայոց թեմի առաջնորդն է եղել եւ այն աշխատանքը, որ ինքը կատարել է թեմում, անգնահատելի է, այն հետքը, որ թողել է Սրբազանը մեր համայնքում, այն միասնությունը, որ բերել է, հայանվեր աշխատանքները, որ կատարել է եւ ամենակարևորը Սրբազանի ծառայության տարիներին էին, երբ որ Կանադան ճանաչեց հայոց ցեղասպանությունը եւ պետությունը շատ լուրջ է վերաբերվում այս թեմային, դպրոցական ծրագրերում է դասավանդվում հայոց ցեղասպանության մասին, ցեղասպանության թանգարանում հատուկ արգյունը կա հայոց ցեղասպանության մասին եւ դրա մեջ իր մեծ ավանդը ունի Բագրատ Սրբազանը։ Բագրատ Սրբազանը նաեւ կրթությամբ Կանադայի լավագույն համալսարաններից մեկի շրջանավարտն է հանդիսանում։ Ես ուզում եմ ասել, որ այստեղ մենք փոքր թվով միգուցե այսպես ֆիզիկապես ներկա գտնվող մարդիկ քիչ են, բայց հավատացեք, որ այն մարդկանց սրտերը, ում Սրբազանը հասել է իր լույսի ուղերձներով, հազարավոր են աշխարհում, տարբեր համայնքներում են, մեր բոլոր գաղթօջախներում ինքը հարված, ընդունված մեր ամենալավագույն շփեթականներից է։ Բագրատ Սրբազանը, ինչպես գիտեք, շատ սերտ կապեր ունի Կանադայի համայնքի հետ, բայց նաև իրանահայ համայնքի հետ իր կապերը իրանահայ է։ Այո, եւ Սրբազանի ուղերձները այսօր պիտի հնչեն ամենուր։ Այն ինչ որ մենք մեզ պատկանել է, ամենուր պիտի այսօր դրա մասին խոսվի եւ ոչ միայն իհարկե այսօր, բայց հատկապես այսօր հենց մեկը բազմաթիվ անգամ այսօր բանկալվեց, այն որ մեր երազանքները, մեր իղձերը,
շատ ավելի մեծ պիտի լինեն եւ կան, քան թե մեր սահմանափակ թվով ապրած տարիներն են, եւ ամենակարևորը, որ մեր բոլոր ջանքերը պիտի ուղղված լինեն հայրենիք ու պատիվ ունենալուն, այսօր մենք բոլորս ողջույն ենք, այսօր մեր համազգային ամոթն է, որ Սրբազանը այս պատերով մեզնից բաժանված է, մի բան էլ ասեմ, որ Սրբազանին բանտարկողները, ես անուններ չեմ տալու, այդ մարդիկ արժանի չեն այսօր իրենց անունները տալու, բայց Սրբազանին բանտարկողները իրենք իրենց են բանտարկել մթի ու խավարի մեջ, իրենք ուղղակի չեն գիտակցում, չեն հասկանում ինչ են անում, ինչով են զբաղվում այսօր։ Ես հուսով եմ շատ շուտով ապաշխարություն է լինելու, բոլորը գիտակցելու են իրենց մեղքերը ու Սրբազանի աղոթքները, օրհնությունը մեր բոլորի տապակած։ Էլի կապում եք ձեր հույսերը Սրբազան հոր հետ։ Մեր եկեղեցու, մեր հավատքի, մեր ինքնության, մեր արմատների հետ մեր հույսերը երբ որ կտրվեցին, կարող ենք համարել, որ մենք այլևս գոյություն չունենք։ Սրբազանը մեզ, գիտեք, սա անարդար է նաև Սրբազանի բանտարկությունը նրանով, Սրբազանին բանտարկել են իր իրավունքներից, զրկել են ապօրինի ձևով բանտարկել են, բայց նաև մեր իրավունքներն են ոտնահարել։ Մենք, որ իր հավատավոր ոտն ենք, մեզ զրկել են իր խոսքից, իր ջերմությունից, իր պատարակներից, կարողությունից։ Այնպես որ չէ, հույսը եւ հավատը երբեք չեն մարել։ Շնորհակալություն։ Մոտեցեք։ Կատյա, Եկատերինա Թայան, Սրբազանի ինստիտուտի։ Հա։ Առաջին օրից Սրբազանի Բարձր կխոսենք։ ուզում եմ նրան անպայման չգիտեմ, այսպես երազանքների մեջ գրկել ևս մեկ անգամ։ Շնորհավորում եմ նրան։ Իմ անհամաձայնությունն եմ հայտնում պետության եւ ուզում եմ նշեմ, որ անպայման ինչպես Կիքոր լուսավորիչը դուրս եկավ ժամանակի հոր վիրապից եւ դա զարթոնք այնպես էլ այս շենքից դուրս եկավ Սրբազանը եւ դա համահայկական պարծանքի հաղթանակի օր է։ Շնորհավորում։ Շնորհակալություն։ Գեհան Մամիկյանի հետ ենք ասենք, եկեք գնանք կասես բերեմ։ Վերնուվերնան կասես նա հարցազրույց է տալիս բայի, եք ոնցան գիտես, հա։ Չի տալու։ Հա, շողակացին է տալու։ Հարգելի հետևորդներ եւս մեկ Պարոն Մանուկյան, նախ օրվա հետ կապված Սրբազանը Ածմեկուսարանում 55-ամյակն է նշում ձեր մաղթանքը Սրբազանին։ Ինքը իրանով արդեն մաղթանք է, այդ իր ազատության զգացումը Մեկուսարանում անհավատալի է։ Երոնասպայթը ասմայթի չես խոսել իմ մասին, որ պատմում է, որ դատարանում իրականում տերուտ իրականը Սրբազանն է, ոչ դատախազն է, ոչ Նիկոլի ծառը դատավորներ, ոչ քննիչներ, եւ ամենամեծ բանը որ ես զգում եմ, այդ ազատության, անսահման ազատությունը, որ ինքը եւ չեմ կրկելը, չեմ կչվելը, հավատքը ու նպատակին միջևերջ հասնելու այդ համոզմունքը։ Պարոն Մանուկյան, նախընտրական քարոզարշավի 13-րդ օրն է, ինչպես դուք կգնահատեք իրավիճակը։ Սրբազանի ծննդյան օրով շիզոֆրենիայի չանդրադառնալ, էլի ափսոսա։ Առհասարակ նախընտրական քարոզարշավի այս շրջանը։ Ինչ ունենք, ինչ արդյունք։ Իշխանությունը որտեղ ոստիկանային հարցեր չի կարող դնել։ Դրա համար շիզոֆրենիայի հասկանումը, որ նաև հողովորդի տակից դնում է եւ հիստերիկան որ կա, դրա արտահայտությունն է եւ իրականում գիտակցաբարություն, որտեղ մեր երկրի առաջացող ինքան մեծ կտիցն է։ Այդ հիստերիկայով փոխում են փոխարկել պայմանական ասել մեր երկրի տնտեսության, մեր բոլոր հայրենակիցների համար ճակատագրական հարց, մայիսի 28-29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանին առողջ հարց բավոր քննարկել, գյուղացուցքսած, տնտեսվարողներից վերջացրած մեծագույն խնդրի առաջ է կանգնելու այս սրանց քաղաքականության հետևանքով։ Պարոն Մանուկյան, գնալու եք տեսակցության Սրբազանի։ Ավարտում եմ ու գնում Սրբազանի։ Չէ, ես չեմ կարող պատասխանել բացակայել։ Քաղաքացիների, մեր հայրենակիցների նամակներն են Սրբազանի ուղղված։ Մենակ երջանիկ մարդը կարա այսպես մեր հայրենակիցները ճանաչող
բարեմաղթանքներ փոխած։ Եվ իրականում այսօր մի բան նկատեցի սոցիալական ցանցերում գրեթե տիրապետողը Սրբազանի իր նկարները, ամեն մեկը իր հուշերով Սրբազանի։ Պարոն Մանուկյան, եւս մեկ հարց է, կարելի է ենթադրել, որ եկեղեցու դեմ արշավը սկսվեց այն վայրկյանից, երբ Բագրատ Սրբազանին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորեց։ Եկեղեցու դեմ արշավը սկսվել է 2018 թվականի մայիսի 8-ին, երբ որ վարչապետի աթոռը զբաղեցրեց Նիկոլ Փաշինյանը։ Օգոստոս ամիսն էր 18-ականների թերթերի խմբակի դերասան լուրերի տնօրենների մի խմբով վեհապարին հանդիպան։ Ույս լավ է հիշում, որ վեհապարին վեհապար աղանդավորի հետ գործում ենք, ինքը շատ արագ է եկեղեցու դեմ արշավը։ Չհիշում, երթեր էին անում վեհապարի հրաժարական այն բանի, որ ամբողջությամբ իշխանության աջակցություններ են։ Բայց դրա նման բոլշևիկներն են եկել, դա էլ կտորի կմոռացվի նույն 20-ականներին մայրաթողի դեմ արշավը ամբողջ կողքացով եպիսկոպոսը մասնակցել վարդապետերին, հատուկետ մարդիկ կարող դրա տանին, մոռացվի գնացել։ Բոլորիդ շուներ կողքացել։ Շնորհակալություն։ Ժողովուրդը դեռ վերջին խոսքը չի ասել ավարտ դժվարին եւ այդ խոսքը լինելու է այդպես է եղել տանձրապատում, այդպես է եղել մեր հավերժագնաց ընթացքի մեջ, այդպես է լինելու այսօր, այդպես է լինելու վաղը,